հենց այս գիշեր հոգիդ քեզանից բանջելու են, իսկ ինչ որ պատրաստել ես, ումն է լինելու։ Հավատագից եղբայրներ և քույրեր, քրիստոնեական դաստիարակություն ստանալու, հավատքի սկզբունքները սովորելու և բարոյական մաքրությամբ ապրելու համար մենք անմիջական կարիք ունենք Տեր Հիսուս Քրիստոսի վեհ և հոգեշահ ուսուցումների։ Քրիստոս Հիսուս մեր փրկիչը ընդհանրապես ուսուցանում էր առակներով։ Տեր Հիսուս Քրիստոս երկնքի արքայության անքննելի և սրբազան խորհուրդը հայտնեց առակների միջոցով։ Միաժամանակ բազմաթիվ առիթներով առակների միջոցով ցույց տվեց, թե ինչպես է լինելու քրիստոնեական հավատքի սկզբունքները և ինչպես է ապրելու քրիստոնյան, որպես իր կյանքի երթով լինի Աստծո արքայության զավակը։ Այսօրվան մեր քարոզախոսության թեման անմիտ հարուստին առակն է։ Քրիստոս երբեք բադահաբար չէր խոսում էր, որպեսզի մարդկանց ցույց տա ճշմարիտ ճանապարհը արդարության, և ամեն մի առակ բարոյախոսական պատգամ է, որ հոգևոր խորք ունի։ Եվ երբ մենք մտածում ենք այս առակի մասին, Ղուկաս ավետարանիչ բարձում է, թե ինչու համար Քրիստոս այս առակը խոսեց, և նախքան առակը պատմելը Հիսուս Քրիստոս ասում է. «Զգուշացեք ամեն տեսակի ագահությունից»։ Ուրեմն բարձվում է, որ Քրիստոս այս առակը պատմեց, որպեսզի մարդիկ զգուշանան ամեն տեսակի ագահությունից։ Շատ հավանաբար բոլորիս ծանոթ է այս առակը, և Քրիստոս պատմում է, թե մեծարուստ մարդ մգար, որի հողը արատ բդուղ տվեց, և այս մարդը այնքան հարուստ էր, որ անորոշ վիճակի մեջ էր, մտածում էր ինչ էր անելու, և ասաց. «Գիտեմ ինչ պետք է անեմ, քանդեմ իմ ըշտեմարանը, նորը կառուցեմ, որպեսզի ժողովեմ իմ բերքիս հունձքը, հողիս բերքն ու բարիքը, և ասում է իմ անձիս ասեմ, քանի որ երկար տարիներու բարիքներ ունես, գեր, խմիր և զվարճացիր»։ Եվ Տեր ասում է. «Ով անմիտ այսօր հոգիդ բանջվելու է, և ինչ որ պատրաստել ես, ումն է լինելու»։ Եվ մեր Տերը եզրափակում է ասելով. «Նույնպես է նաև նա, ով որ իր անձի համար քանձ կհավաքի և Աստուծով չի հարստանա»։ Սիրելիներ, եկեք բահմը ուշադրությամբ մտածենք և Աստծո շնորհքի ներգործությամբ մտածենք, թե այս Տեր Հիսուսի աժմիական առակը ինչ պատգամ ունի փոխանցելիք։ Առաջին հերթին այս մեծարուստը ուներ մահացու մեղքը, ագահություն։ Մենք խոստովանության ժամանակ, երբ որ խորասկաճ զղջումով հավաքաբար մեր մեղքերը խոստովանում ենք, այդտեղ հիշվում է ագահության մեղքը, և այդտեղ կա տողմը ագահությամբ և մասամբ կնորին, այսինքն ագահությամբ և նրա տեսակներով։ Այս մարդը ագահ էր, որովհետև միայն իր անձին համար ուզում էր ապրել։ Իր կյանքի փարարանի մեջ մենքը գոյություն չուներ։ Այս ագահ մարդը կյանքը սահմանափակել էր եսի նեղ և նեխած բանդի մեջ, և դրա համար այս մարդը, որ ագահ էր, իր եսին ստրուկն էր, և դրա համար, երբ որ մտածում ենք ագահության մասին, պետք է հստակ կերպով իմանանք տարբերությունը խնայողությամբ ծախսելու և ագահության մասին։ Մարդ արարածը
պետք է խնայողությամբ ծախսե։ Հարստությունը մեղք չէ։ Հայր Աբրահամ, Նոյ նահաբետ, Հոբ Երանելին, Դավիթ Սամոս երկուն վայելեցին նյութական բարիքներ, բայց իրենց կյանքի առաջնահերթությունը եղել էր աստվածահաճո կյանք, եւ դրա համար այդ հավատքի հերոսների կյանքը խոսուն օրինակն է ճշմարիտ աստվածաշտության եւ աստվածահաճո կյանքի։ Հարստությունը փորձանք կլինի, բադուհաս կլինի, երբ որ մարդը անխնա կերպով շահագործում է, երբ որ մարդը լինում է նյութականի քերի եւ ապրում է ակահությամբ, այդ ժամանակ կլինի հարստությունը փորձանք եւ մարդու համար եւ շրջապատի համար։ Անցիմը ասել են ամենագեղեցիկ աչքը ինչն է, Սևաչյան, Գաբուդաչյան, այդ անձը ասել է ամենագեղեցիկ աչքը գուշտ աչքն է։ Եվ դրա համար անգուշտ մարդը միշտ էլ ուզում է խլել, հարստարել եւ հափշտակել։ Ինչքան խորիմաստ է Սողոմոն իմաստունի խոսքը ժողովողի քիրքի մեջ, երբ որ իմաստունն ասում է աչքը տեսնելուց չի հագենում եւ ագանչը լսելուց չի գշտանում։ Հետևաբար այն անձը, որ ակահ է քողունակությունը զգալու եւ Աստծո բարիքները վերհիշելու դրամատրություն չունի, ոչ ցավագից, ոչ էլ ուրախագից լինելու դրամատրությունը ունի։ Նույնիսկ իր ունեցած բարիքները վայելելու գամեցողությունը չունի։ Ուրեմն այս մարդու մեղքը ակահությունն էր։ Երկրորդ այս մարդը գոչվեցավ նաև անմիտ։ Անմիտը այն անձն է, որ չի նախապատկերացնում իր մտածումների եւ արարքների հետևանքները։ Եվ իմաստուն է այն անձը, որ հերադես է, հնարամիտ է, նախքան կորզնական քայլ առնելը մտածում է, թե ինչ լինելու է հետևանքը իր մտածելակերպի կամ գործելակերպի։ Եվ դրա համար Հակոբոս առաքյալ շատ գեղեցիկ կերպով բարձում է քրիստոնեական իմաստության նշանակությունը, ասելով Հակոբոսի ընդհանրական նամակի 3-րդ գլխի 10-րդ համարը ասում է. «Սեր մեջ ով է իմաստուն եւ խելացի, թող նա բարի ընթացքով ցույց տա իմաստությամբ եւ հեզությամբ կատարված գործերը»։ Ուրեմն իմաստությունը կյանքի ընթացք է, առաքինի ապրելակերպի խոսուն պատկերն է։ Եվ դրա համար առաքյալը շարունակելով իր հորդորը ասում է. «Իսկ վերին իմաստությունը նախ սուրբ է եւ ապա խաղաղարար, հեզ, բարեացակամ, լի ողորմածությամբ եւ բարի գործերով, մաքուր խճմտանքով, առանց կեղծավորության»։ Տեսեք ինչքան կարևոր է առաքյալ այստեղ քրիստոնյա մարդու նկարագրային հատկանիշները բարձում է. ողորմածությունը, խաղաղասիրությունը, բարի գործերը, մաքուր խճմտանքը։ Ուրեմն այս մարդը, որ մեծարուստ էր, չկարողացավ իմաստությամբ գործածել իր բարիքները։ Դրա համար ուներ հիմնական երկու մեղքեր՝ ակահությունը եւ անմտությունը։ Իսկ ինչ են այս երկու մեղքերի հետևանքները։ Եթե ես եւ դու ունենք այս մեղքերը, ինչ են այս մեղքերի հետևանքները։ Առաջինը մտահոգությունը։ Այս մեծարուստը հոգսերով ծանրաբեռնված էր։ Մենք ընդհանրապես երանի տալիս ենք մեր մանկության օրերին, ընդհանրապես, որովհետև ամենասիրուն, ամենահանգիստ մեր կյանքի ժամանակահատվածը մանկության տարիներն էին, որովհետև այդտեղ չկար հոգսեր, եւ երբ որ հոգսերը շատանում են, գուտակվում են, մարդը ծևոմը չի ապրում հոգեկան հանգստությամբ։ Եվ դրա համար Տեր Հիսուս ասաց.
եթե մանուկներու պես չլինեք, Աստծո արքայությունը պիտի չժարանքեք։ Մի նշանավոր եկեղեցական գարթացել է աստվածաբանական քիրքմը, խրթին թեմաներ քննարկող հաստափոր քիրքմը, եւ երբ որ ավարտել է ընթերցանությունը, օրեր շարունակ ավարտին հուշադետրի մեջ երկդոմը գրել է, ասել է մինչ իմաստունները եւ գիտունները քննարկում են խրթին բարդ հարցերը, շատ բարձամիտներ կհասնեն արքայության։ Հետևաբար մանուկը վայելում է ներկան եւ դրա համար մտահոգությունները մարդու ազատությունը գաշկանտում են եւ մտահոգություն ունեցող մարդը հնարավորություն չունի կողունակ սրտով խաղաղ հոգով աղոթք մատուցելու եւ վերջապես եթե մենք ունենք ակահություն անմտություն ոչ միայն մտահոգություններ ունենք, այլև եթե մարդ ակահ եւ անմիտ է, նաեւ կլինի անողորմ։ Մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոս երբ խոսում է դժվար ժամանակների մասին, ասում է անօրենության շատանալու պատճառով շատերի սերը պիտի սառչի։ Եվ ինչն է սիրո վավերական արդայդությունը եւ հոգեարազատ դրսևորումը, եթե ոչ ողորմածությունը, որովհետեւ ողորմած մարդը սիրո առաքյալ է, ողորմած մարդը մարդասեր է եւ Քրիստոսի օրինակով ապրող է, եւ դրա համար մեր Տերը լերան քարոզի ժամանակ նաեւ Երանի ողորմածներին ասում է. ողորմություն Սուրբ գրային առումով երկու իմաստ ունի. առաջինը ներելը, երկրորդը բարիք անելը։ Կամաց դարին ավարտին կհասնի։ Մարդիկ մտածում են ինչ լինելու է հաջորդ տարվա ժամանակ։ Նախքան նոր տարին դիմավորելը մենք մտածենք, թե որքանով ողորմությամբ ապրեցանք մենք այս տարի։ Ներող հոգի ունեցանք, բարի դրամատրությամբ խաղաղություն սերմանեցինք, Քրիստոսի սիրո սկզբունքը հավատարմությամբ պահեցինք եւ դրա համար այսօրվան այս արագը այնքան անմիջական, հաղորդական եւ ուսուցողական է, որ արիտ տալիս է մեզ ինքնակնությամբ, որպեսզի կարողանանք մեր քրիստոնեական գոչումը արժևորել եւ նախ եւ առաջ Տիրոջ պատվիրանին համաձայն Աստծո աչքին հարստանանք մեր ցուցաբերած ողորմածության գործերով եւ մեր կողունակ հոգով, հերու մնալով մտահոգություններից։ Հետևաբար եկեք սիրելի ժողովուրդ, այսօր միապան հավատքով խնդրենք Աստուծուց հոգևոր իմաստություն եւ երկնային զորություն, որպեսզի մեղքի դեմ հավատարմությամբ պայքարենք եւ մեր կյանքի ընթացքը շարունակենք հնազանդությամբ եւ ուխտաբահությամբ, որպեսզի Քրիստոսի հաղթական երթին մասնակից լինենք եւ փառավորենք ամենասուրբ երրորդությունը Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Ամեն։